Արցախի սրտում ժայռերի վրա հպարտորեն կանգնած մի քաղաք կա, որի անունը հայության համար դարձել է ցավի և հպարտության, կորստի և անմար հույսի հոմանիշ։ Սա Շուշին է։ Մշուշի միջից տեսիլ գյուտական։ Կարծես բանաստեղծը հենց այս հրաշքի մասին է պատմել խորհրդավոր առասպելական։ Պաշտոնական պատմագրությունը հաճախ նրա կենսագրությունը սկսում է 18-րդ դարից, կապելով Փանահ անունով մի խանի հետ։ Բայց արդյոք քարերը կարող են այդքան երիտասարդ լինել։ Արդյոք այս ժայռերը, որոնք տեսել են թագավորներ ու զորավարներ, հազար ու մի վերելք ու անկում, չեն պահպանել ավելի հին պատմություն։ Անգամ հայկական ամեն հետք թաքցնել փորձող Ադրբեջանն էր դեռ խորհրդային տարիներին ստիպված ընդունել, որ Շուշիի արմատները շատ ավելի խորն են։